Ժողովուրդ ջան, այս թեմայով նախորդ ելույթս շատ հարցեր է առաջացրել, մի փոքր մանրամասն եմ։ Մեզ խաբում են, ասելով, թե Թրամփի ուղի կոչված գործարքով Հայաստանն ապաշրջափակվում է։ Ապաշրջափակում կլիներ, եթե վերագործարկվեին Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան իրար կապող հետեւյալ երկաթգծերը։ Մեկը Կարս-Գյումրի գիծն է, մյուսը Գյումրի-Երասխ-Ջուլֆա գիծն է, երրորդն էլ Իջևան-Ղազախ գիծն է, որը հասնում է Ռուսաստան։ Երեք երկաթուղիներն էլ ֆիզիկապես կան, բայց չեն գործում։ Հիմա դուք ասեք, եթե այսքան պարապ գծերի կողքին թուրքերը 2.4 միլիարդ եվրո արժողությամբ Կարսից Նախիջևան նոր երկաթուղի են կառուցում, որը կմիանա Թրամփի ուղում, էլ Կարս-Գյումրի, Երասխ-Ջուլֆա եւ Իջևան-Ղազախ գծերը կվերագործարկվեն։ Իհարկե ոչ։ Հակառակ դեպքում էլ այս թանկանոց պրոյեկտը թուրքերը չէին սկսի։ Ուստի Թրամփի ուղին գործարկելով իմ նշած երկաթուղիները շարունակելու են չգործել ու ժանգոտել։ Սրանով Հայաստանը ռազմաքաղաքական լուրջ կախվածության մեջ է հայտնվելու, իսկ նրա շրջափակումը ել ավելի է խորանալու։ Սրանց փոխարեն մենք առաջ կտանենք նշված երկաթուղիների վերագործարկման ուղեգիծը, որի պայմաններում Հայաստանը իսկապես դուրս կգա շրջափակման տրամաբանությունից։